Այսօր վաղ առավոտից իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացնում Իզմիլյան բժշկական կենտրոնի տնօրենի Արմեն Չարչյանի աշխատասենյակում։ Եվրամեդիա 24-ի տեղեկություններով առգրավել են գլխավոր հաշվապահի եւ հաշվետարի համակարգիչները։ Խուզարկությունը շարունակվում է արդեն շուրջ 3 ժամ։ Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Դեմիրճյանը Եվրամեդիա 24-ի հետ զրույցում հայտնել է, որ առավոտից իրավապահները գտնվում են տնօրենի աշխատասենյակում, որի դուռը փակ է։ Դեմիրճյանը նշել է, որ Արմեն Չարչյանն այսօր նախատեսված վիրահատություններ պետք է իրականացներ, սակայն դրանք իրականացվեն այլ մասնագետների կողմից, որպեսզի բուժառուների սպասարկումը չխաթարվի։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են միայն, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ, այլ մանրամասներ այս փուլում չհայտնեցին։ Նշենք, որ Իզմիլյան բժշկական կենտրոնում բուժում է ստանում Միքայել Սրբազանը։ Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել էր, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն պատկանող Իզմիլյան բժշկական կենտրոնում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր մայր եկեղեցու դեմ եւ այն որևէ կապ չունի իրավունքի գերակայության ու օրինականության հետ։